2025 թվականին տեսչական մարմնի գործունեության հիմնական ուղղությունները եղել են սննդամթերքի անվտանգության ապահովումը, հանրային առողջության պաշտպանությունը և վերահսկողության արդյունավետության բարձրացումը։ Տարվա ընթացքում իրականացվել են պլանային և ոչ պլանային ստուգումներ, դիտարկում, մշտադիտարկում, վերահսկողական, մոնիթորինգային և կանխարգելիչ մի շարք միջոցառումներ, որոնց արդյունքները հիմա կներկայացնեմ թվային ձևաչափով, կխնդրեմ ուշադրությունը դեպի սայիկաշար, որպեսզի թվերը լինեն ավելի հասկանալի և պատկերավոր։ Վերահսկողության ոլորտներն են սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, սննդամթերքի անվտանգություն, անասնաբուժություն, բուսասանիտարիա և սահմանային վերահսկողություն։ Վերահսկողության թիրախում են սննդամթերքի արտադրությունները, հանրային սննդի և սննդամթերքի իրացման օբյեկտները, սպանդանոցները և բույսերի պաշտպանության միջոցառումները։ Իրականացված վերահսկողական աշխատանքները 2025 թվականին տեսչական մարմնի կողմից իրականացվել են ընդհանուր առմամբ 7569 վերահսկողական միջոցառում, պլանային և ոչ պլանային ստուգումներ, դիտարկում և մշտադիտարկումներ։ Դրանց արդյունքում հայտնաբերվել է 1819 խախտում, երևի թե մի քիչ չի երևում, սայիկում ներկայացված են նաև 2023 և 2024 թվականի համադրելի տվյալները, որպեսզի ընդհանուր դինամիկան ավելի տեսանելի լինի։ Ինչպես նկատում եք, վերահսկողության միջոցառումների թիվը աճել է և այդ աճի հիմնական մասը բաժին է ընկնում մշտադիտարկումներին, որոնց մասին մի փոքր ավելի ուշ և մանրամասն ձեզ կներկայացնեմ, մինչ այդ կցանկանայի անդրադառնալ խախտումների բնույթներին։ Այս սայիկում պատկերված են հիմնական հանդիպող խախտումները, տնտեսվարող սուբյեկտների մոտ առավել հաճախ արձանագրված խախտումները հիմնականում կրկնվող և համակարգային բնույթ ունեն։ Դրանք են պիտաներության ժամկետն անց կամ վտանգավոր սննդամթերքի իրացումը, ոչ սպանդանոցային ծագման մսի վաճառքը, շատ հաճախ խախտվում են պահման պայմանները, անձնական հիգիենա և սանիտարահիգիենիկ նորմերի, ինչպես նաև աշխատակիցների նախնական և պարբերական բժշկական զննությունների պարբերականությունը, հաճախ բացակայում են անվտանգության հավաստող փաստաթղթերը, ներդրված չեն լինում հաստ համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերը, կան նաև դեպքեր, երբ մարդիկ հրաժարվում են իրականացնել սանիտարական սպանդ և վաճառքի են հանում հիվանդ կենդանիներին։ Հիմա ասեմ մեր գործառույթների հիմնական կոնկրետ ձևերին, դա պլանային ստուգում, 2025 թվականին ծրագրով նախատեսված էր 1010 պլանային ստուգում, որից իրականացվել է 697-ը, 52 տնտեսվարող սուբյեկտների մոտ խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ 645-ի մոտ խախտումներ հայտնաբերվել են։ Պլանը ամբողջությամբ չի իրականացվել, բայց այդտեղ շատ կարևոր հանգամանք ունենք, որը պետք է հաշվի առնել, 313 տնտեսվարող դադարեցրել է գործունեությունը, լուծարվել կամ փոխել գործունեության ոլորտը։ Այդ կազմակերպությունները պարզելու և արձանագրելու համար մեզ նույնպես պետք է ժամանակ, ռեսուրս, որպեսզի կարողանանք արձանագրենք իրանց այդ պահին իրական իրավիճակը։ Անցնենք ոչ պլանային ստուգումներին, քաղաքացիների, պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների բողոքների հիման վրա իրականացվել է 685 ոչ պլանային ստուգում, 365-ի դեպքում խախտումներ չեն հայտնաբերվել, ինչը ցույց է տալիս, որ բողոքները միշտ չէ, որ հիմնավոր են։ Սակայն յուրաքանչյուր ահազանգ ստանալու համար մենք նորից ու նորից ծախսում ենք ռեսուրս, ժամանակ, որպեսզի դրանք ևս կարողանանք պարզաբանել։ 320 տնտեսվարող ենթարկվել է վարչական պատասխանատվության, այս 320-ի մեջ ներառված են նաև հետագծելիության շրջանակում իրականացված ստուգումները։ Հաջորդ սայիկում մեր մոտ պատկերված են դիտարկումները։ 2025 թվականին իրականացվել է 886 դիտարկում, որոնցից 540-ի դեպքում արձանագրվել են անհամապատասխանություններ, դրանք վերաբերվում են ինչպես սննդամթերքին, այնպես էլ պեստիցիդներին։ 2025 թվականին սննդամթերքի մասով իրականացվել է 673 դիտարկում, 517-ի դեպքում հայտնաբերվել են անհամապատասխանություններ, մասնավորապես տեղ բացվածքը կա, հացի դիտարկման դեպքերում 413 դիտարկում է իրականացվել, 257-ի մոտ են հայտնաբերվել խախտումներ, պաղպաղակի 16 դիտարկում 11-ի մոտ են հայտնաբերվել խախտումներ, կաթնամթերք 219 դիտարկումից 80 խախտում, մսամթերքի 20-ից 8 խախտում,
Ունեցել ենք 1 ջրի դիտարկում խախտում չի հայտնաբերվել, 2 ալկոհոլային խմիչքի վերաբերյալ դիտարկում ևս խախտումներ չեն հայտնաբերվել, 2 տնտեսվարողի մոտ դիտարկում է իրականացվել եւ 2-ի մոտ էլ հայտնաբերվել է ժամկետնանց սննդամթերք։ Արագ արձագանքման 43 դիտարկումից 13-ի դեպքում հայտնաբերվել են խախտումներ, պեստիցիդների եւ ագրոքիմիկատների մասով իրականացվել է 170 դիտարկում, հայտնաբերվել է 10 խախտում։ Հաջորդ սայիկում մեր մոտ բուսասանիտարական մշտադիտարկումների վերաբերյալ է, ստեղ շեշտեմ, որ բուսասանիտարական մշտադիտարկումը բացվում է 1 անգամ ամբողջ տարվա համար, 2025 թվականին հայտնաբերվել է 11 տեսակի առանձին վնասակար օրգանիզմ, առավել տարածվածներն են Հայաստանի Հանրապետության տարածքում եղել կալիֆոռնիան վահանակիրը, պտղակերների բակտերիալ այրվածքը, արևելյան պտղակերը եւ արևմտյան ծաղկային թրիպսը։ Մեր գործառույթների շրջանակում հողօգտագործողներին տրամադրվել է խորհրդատվություն պայքարի եւ պեստիցիդների ճիշտ կիրառման վերաբերյալ։ Անասնահամաճարակային մշտադիտարկումների վերաբերյալ 2025 թվականին իրականացվել է 5301 անասնահամաճարակային մշտադիտարկում, 314 տնտեսվարողի մոտ հայտնաբերվել են խախտումներ, 4515 մշտադիտարկում իրականացվել է մսի իրացման կետերում, 265-ի նկատմամբ կիրառվել է վարչական պատասխանատվություն, մնացած 786-ի դեպքում մշտադիտարկումներ են եղել սպանդանոցներում, անասնապահական ֆերմաներում եւ հում կաթի ընդունման կետերում։ Այն, որ ես ասացի մի փոքր ուշ ավելի մանրամասն կխոսեմ, աճը հենց պայմանավորված էր այս թվի հետ 4515 մշտադիտարկում, որը որ շատ մեծ քանակ է կազմում, սա անընդհատ շուկայում մսի իրացման կետերում վերահսկողության արդյունքում է, որ այս թիվը մեծացել է, ճիշտ է, հայտնաբերված խախտումները քիչ է, որը որ արդեն կարանք համարենք ողջունելի է եւ արդյունավետ, բայց ամեն դեպքում դա լինելու է շարունակական, խիստ վերահսկվող, որպեսզի մենք հստակ համոզված լինենք, որ այդ մեխանիզմը մեր մոտ աշխատում է։ Մյուս սայիկում անդրադառնանք սպանդանոցային մորթին, ստեղ սայիկաշարում տեսնում ենք 18 թվականից մինչև 25 թվականը ներկայացված են սպանդանոցների քանակը, 139 եղել է 24 թվականին, 25 թվականին մի փոքր թիվը ավելի նվազել է, ունենք 128, բայց հիմա ներկայացնեմ արդյունքները, մենք ամեն դեպքում ունեցել ենք աճ։ Մսի իրացման կետերում հիմնական խնդիր ոչ սպանդանոցային ծագման մսի իրացումն է, առանց անհրաժեշտ վկայականների եւ դրոշմակնիկների։ 2025 թվականին իրականացվել է եւս շեշտեցի 4515 մշտադիտարկում, արձանագրվել է 265 խախտում։ Նոր կարգավորումների շրջանակում, որը որ արդեն հնչեղ է նաեւ ձեր մոտ, մենք գրեթե 8 տոննա միս ենք արգրավել եւ ոչնչացրել, այս ոլորտը մեր համար խիստ եւ հետեւողական վերահսկողության արդյունք է, որը շարունակական է լինելու նաեւ 26 թվականին։ Ընդհանուր Հայաստանի Հանրապետության տարածքում մենք տեսնում ենք ունեցել ենք 31000 տոննա փաստացի մսի մորթ, որը որ թեև պակասել էին սպանդանոցների քանակը, բայց նախորդ տարիների համեմատ ունենք մեծ աճ։ Այս այգում թեժ գծերի վերաբերյալ, թեժ գծի ահազանգերը ներառում են ոչ միայն 118 հեռախոսահամարով ստացված զանգերը, այլ նաև սոցիալական ցանցերից, էլեկտրոնային փոստերից եւ ԶԼՄ-ներից ստացված դիմումները։ 2025 թվականին ստացվել է շուրջ 9400 զանգ, որոնցից 575-ը եղել են ահազանգեր, 270 ահազանգ վերաբերվում է սննդամթերքի անվտանգությանը, 305-ը անասնաբուժությանը։ Զանգերի արդյունքում ունեցել ենք արձանագրված կատաղության 31 հաստատված դեպք։ Դիմում բողոք վերահսկողություն 2025 թվականին ստացվել է 202 դիմում բողոք, որոնցից սննդի ոլորտում 143, անասնաբուժության ոլորտում 22, բուսասանիտարյան 4, 33 վարչական ակտ բողոքարկվել է վարչական կարգով, որոնցից 4-ը մասնակի բավարարվել է, 2-ը բեկանվել, 27-ը մնացել է անփոփոխ։ Սա եւս մենք արձանագրում ենք, որ մեր տեսչական մարմնի հանդեպ վստահությունը աճել է։ Ստեղ խոսում ենք սննդային գործոնով պայմանավորված թունավորումներ դեպքերի վերաբերյալ։ Սննդային թունավորումները մեր գլխավոր մտահոգություններից մեկն է, 2025 թվականին արձանագրվել է 21 թունավորման դեպք, տուժել է 64 մարդ, հիմնական դեպքերը գրանցվել են հանրային սննդի օբյեկտներում,
սանիտարահիգիենիկ նորմերի խախտման, խաչաձև աղտոտվածության պատճառով։ Ամենաշատ տուժածները եղել են շահորմանոցներից մեկում, թունավորվել է 12 մարդ, մնացած բոլոր տեղերում թունավորումները եղել են 1-2 հոգի։ Խնդրի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը մենք համարում ենք, որ դա ՀԱՍՊ համակարգի ներդրումն է, որը որ 2026 թվականին կլինի տեսչական մարմնի թիրախում։ Ստեղ արտադրական գործունեության կասեցումների վերաբերյալ 2025 թվականին կայացվել է արտադրական գործունեության կասեցման 200 որոշում, 131-ը վերբացվել են, մնացածը տարվա ավարտին ընթացքի մեջ էին, կան վերբացման դիմումներ դեռ ուղղակի չեն ներկայացրել։ Կասեցումների աճը պայմանավորված է նաև քաղաքացիների բողոքների հետ, ինչը մեզ համար շատ լուրջ աջակցություն է, ինչպես նաև վերահսկողության այլ գործիքների կիրառմամբ։ Այսպես 200 կասեցումներից 101-ը եղել են ոչ պլանային ստուգումների արդյունքում, դիտարկումների և մշտադիտարկումների։ Վարչական պատասխանատվության կիրառելու մասին որոշումները 2025 թվականին կայացվել է վարչական տուգանք նշանակելու մասին 1455 որոշում, ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 339 միլիոն ՀՀ դրամ, որոնցից տարեվերջի դրությամբ գանձվել է շուրջ 270 միլիոն, ստեղ ևս եթե մենք տեսենք Սայիկաշարում համեմատական 23 և 24 թվականների համեմատությամբ մեր թիվը եռակի և կրկնակի մեծացել է, բայց մեր գերնպատակը գումարների գանձումը և մեծ գումարներ հավաքագրելը չէ, մեզ ընդհակառակը պետք է պատկեր, որպեսզի վերահսկողության ոլորտում լինի կայուն իրավիճակ։ Այս այգում ներկայացված են 2025 թվականին ստացված ներմուծման և արտահանման հայտերի քանակը, ներմուծման ունեցել ենք 32730 հայտ և արտահանման 28786 հայտ։ Տրամադրված արտահանման հավաստագրերի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից տրամադրվել է 6210 անասնաբուժական և 22310 բուսասանիտարական հավաստագիր։ Ստեղ ևս այս թիվը խոսում է նրա մասին, որ մեր մոտ ջերմոցային և այդ ոլորտի տնտեսությունը զարգանում է։ Մյուս այգում սահմանային վերահսկողության հայտնաբերված անհամապատասխանություններն են։ 2025 թվականին արգելվել է 54 խմբաքանակի ներմուծում, որոնցից 51-ը լաբորատոր և 3-ը փաստաթղթային անհամապատասխանությունների հիմքով։ Լաբորատոր փորձաքննություններ են ներկայացվել ավելի քան 9200 նմուշ, արգելված խմբաքանակների ընդհանուր ծավալը կազմել է 309 տոննա։ Ներմուծված և արտահանված կենդանիների խմբաքանակը, ստեղ տեսնում ենք պատկերված 2025 թվականին իրականացվել է խոշոր եղջերավոր կենդանիների արտահանում 6403 գլուխ, ներմուծում է իրականացվել 12407 գլուխ։ Մանր եղջերավորների դեպքում տեսնում ենք ունենք հակառակ պատկերը, 96955 արտահանվել է, ներմուծվել է ընդամենը 3754։ Բոլոր կենդանիները անցել են օրենսդրությամբ սահմանված կարանտինացման բոլոր փուլերը։ Հանրային իրազեկման վերաբերյալ 25 թվականին իրազեկման աշխատանքները գրեթե կրկնապատկվել են, սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերը ընդհանուր դիտարկումները գերազանցել են 11 միլիոնը, ՀԱՍՊ համակարգի վերաբերյալ իրականացվել են սեմինարներ միայն դեկտեմբեր ամսին 7 մարզերում շուրջ 1000 մասնակցով, արշավը ՀԱՍՊ-ի վերաբերյալ շարունակվելու է նաև 26 թվականին, որովհետև մենք շեշտեցինք, որ դա մեր համար շատ կարևոր ուղղություն է։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի գործառույթների թվայնացման մեր առաջնահերթություններից մեկն է։ Մենք այս տարի ունեցել ենք 4 կարևորագույն թվայնացում, որոնք որ արտացոլված են, ներկայացնեմ ևս մի ուղղությունը սահմանային և մարզային կենտրոնների տեսուչները որոշ ստուգումներ թղթային զուգահեռ փորձարկում են անհատական համակարգիչներով, արդեն ստուգումները իրականացվում են պլանշետներով և ստուգման բոլոր արդյունքները, փաստերը, նկարները, արձանագրությունները անմիջապես մուտքագրվում են տվյալ էլեկտրոնային համակարգ։ Արդյունքում մենք ստեղ ունենում ենք վերահսկողական գործընթացների
գործընթացները շատ արագացել են, դրանք դարձել են առավել թափանցիկ եւ վերահսկելի, այսինքն Հայաստանի Հանրապետության տարածքում յուրաքանչյուր կետում տեսուչը երբ որ իր գործողությունները անում է, մենք ստեղ մեզ մոտ կարող ենք համակարգչում տվյալ բեռի նկարներից, մակնշումներից ամեն ինչը ֆիքսված տեսնենք։ Մյուս դեպքը թվայնացման են գնում 2025 թվականին, թվականից թույլատրվում է Եվրոմիության երկրների շուկաներ Հայաստանի արհեստական ջրերում բուծած ձուկ ձկնամթերքի արտահանումը Տեսչական մարմնի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության եւ միջազգային առևտրի կենտրոնի ITC-ի համատեղ ջանքերով մշակվում է արտահանման առանձնահատկությունների վերաբերյալ ուղեցույց, որը որ եւս թվային է, որպեսզի գործընթացը կարողանանք անել ավելի արդյունավետ։ Մյուս մասով մեկնարկվել է բուսասանիտարական էլեկտրոնային վկայականների եւ ֆիտո համակարգի ներդրման գործընթաց, այն կապահովի դրանց տրամադրման առավելագույն արագությունը, անվտանգությունը, արդյունավետության ու թափանցիկության բարձրացումը։ Արդյունքում մենք ունենում ենք Հայաստանի ներմուծման եւ արտահանման գործընթացների համահունչ կդառնան միջազգային թվային առևտրի չափանիշներին։ Մյուսը, որ մենք ունենք եւ եկել ենք այս անցյալ տարի հասել ենք ավարտին, չնայած գործողությունը սկսվել էր դեռևս 22 թվականից, դա Ռուսաստանի Դաշնության բուսասանիտարիայի բնագավառում Argus Phytos եւ Հայաստանի Հանրապետության Arphytos ինֆորմացիոն ավտոմատացված համակարգերի ինտեգրման աշխատանքներն են։ 2025-ին գործընթացը արդեն ավարտվել է, մեկնարկվել է տեղեկատվության փոխանակման գործընթաց։ Փետրվար ամսին մենք կունենանք ռուսական կողմից հյուրեր, որոնք կգան եւ թվայնացումը արդեն կբերենք վերջնական ավարտի։ Մենք արդեն աշխատում ենք իրական միջավայրում եւ համարում ենք ավարտած եւ ամփոփվելով մեր առաջիկա հիմնական անելիքներն են թվայնացման շարունակականությունը, սպանդանոցների վերահսկողության խստացումը, պեստիցիդների նկատմամբ վերահսկողությունը, հաստ համակարգի պարտադիր կիրարկումը եւ ռիսկերի գնահատման համակարգի կատարելագործումը։ Շնորհակալություն։